Այսօր կկարդանք 5 կտակարան 41:17-ից մինչև 42:17-ը։ Մենք կկարդանք պարզաբանման մասին։ 2 տարի շարունակ սեղանապետը Հովսեփին չէր հիշում, բայց Տերը նրան չէր մոռացել։ Մարդկանցից կախում ունենալը հաճախ հիասթափեցնում է, քանի որ նրանց օգնությունը այդպես էլ չի գալիս։ Խոսելով աշխարհի ամենամեծ ղեկավարի հետ, Հովսեփը զգուշություն ցուցաբերեց, փառք տալով Աստծուն։ Խոսենք մեծարման մասին։ Աստված գովաբանումն իրեն հնազանդներին երբեք չի ուշացնում։ Հովսեփը սկզբում ծառա էր, բայց հետո Աստված նրան ղեկավար դարձրեց։ Մի գիշերվա ընթացքում նա բանտից պալատ տեղափոխվեց։ Նա տառապանք կրեց, մինչև Աստված նրան փառքի կարժանացներ։ 13 տարի Աստված Հովսեփի անձը կերտեց։ Մարդկային բնույթ արարելիս Աստված չի շտապում, եւ դա լավ է մեզ համար։ Հետո կխոսենք սպասումների մասին։ Հովսեփը նոր անունը հավանաբար նշանակում էր հողը սնուցող։ Նա ամուսնացավ եգիպտացի կնոջ հետ, որ նրան 2 որդի ծնեց նշանակալից անուններով՝ Մանասե, մոռացկոտ, եւ Եփրեմ, կրկնակի պտուղ։ Հովսեփը որոշեց մոռանալ անցյալն ու ապրել ապագայով։ Աստվածաշնչում մոռանալ նշանակում է քենախնդիր, վրեժառու չլինել։ Հովսեփն անշուշտ չմոռացավ իր եղբայրների արարքը, բայց նա վրեժով չլցվեց։ Փոխարենն նա կենտրոնացավ օգտավետ կյանքով ապրելու վրա, իբարս Աստծո։ Իսկ այժմ կարդանք 41:17-ից։ Փարավոնը դիմելով Հովսեփին ասաց. «Երազումս ինձ թվում էր, թե կանգնած էի գետի եզերքին, եւ իբրև թե գետից ելնում էին մարմնով պարարտ ու տեսքով գեղեցիկ 7 երինջներ, որոնք կարածում էին այնտեղ ճահճուտում։ Ապա դրանցից հետո գետից դուրս են գալիս տեսքով շատ այլանդակ ու զզվելի ու մարմնով նիհար 7 երինջներ, որոնցից ավելի զզվելի բան չեմ տեսել ողջ եգիպտացիների երկրում։ 7 նիհար ու զզվելի երինջները ուտում էին գեղեցիկ ու պարարտ առաջին 7 երինջներին։ Նրան թեև կուլ էին տալիս վերջիններս, բայց չէր երևում, նրանց կուլ տալը տվել էր նրանց, տեսքը առաջվա պես զզվելի էր։ Զարթնեցի ու նորից քնեցի։ Դարձյալ երազում տեսա, որ իբրև թե մեկ ցողունից ոսնում է լի ու գեղեցիկ 7 հասկեր։ Նրանց կողքին բուսած բարակ, չորուկ ու խորշակար 7 այլ հասկեր։ Եվ չորուկ ու խորշակար 7 հասկերը կուլ էին տալի գեղեցիկ ու լի հասկերին։ Երազներս պատմեցի երազահաններին, բայց ոչ մեկ չկար, որ դրանց մեկներ ինձ։ Հովսեփն ասաց Փարավոնին. «Փարավոնի տեսած երազներից մեկի իմաստ ունեն։ Աստված Փարավոնին հայտնել այն, ինչ անելու է։ 7 գեղեցիկ երինջները 7 տարի է նշանակում, եւ 7 գեղեցիկ հասկերը նույնպես 7 տարի է նշանակում։ Փարավոնի տեսած երազների մեկ իմաստ ունեն։ Դրանցից հետո ելած տգեղ ողոտիտ 7 երինջները 7 տարի են նշանակում։ Իսկ չորուկ խորշակար 7 տարիներ հասկերը նշանակում են, որ 7 տարի սով է լինելու։ Փարավոնին ասածից իմաստն այն է, որ Աստված Փարավոնին հայտնել է այն, ինչ անելու է։ Ահա ողջ Եգիպտոսում երկրում լինելու են բերքարատ 7 տարիներ։ Դրանցից հետո կլինի սովի 7 տարիներ եւ կմոռացվի երկրում եղած բերքի առատությունը։ Սովը կսպառի երկիրը եւ մարդիկ չեն իմանա բերքի առատությունը դրան հաջորդած սովի պատճառով, քանի որ սովը շատ սաստիկ է լինելու։ Փարավոնի երազի 2 անգամ կրկնվել վկայում է, որ Աստված խոսքը հաստատապես է կատարելու եւ Աստված չի հապաղի այն կատարածելու։ Արտես գտիր խոհեմ եւ իմաստուն մի մարդու, որ դառնա Փարավոնի խորհրդականը եւ նրան վերակացում նշանակի եգիպտացիների երկրի վրա։ Փարավոնը երկրի վրա եւ գործակալներ թող նշանակի, որ եգիպտացիների երկրի առատության 7 տարիների ընթացքում բերքի 1/5 մասը հարկ վերցնեն։ Նրանք թող հավաքեն առաջին 7 տարիների բերքի ամբողջ պաշարը, ցորենը թող դրվի Փարավոնի տրամադրության տակ եւ պարենը թող պահվի քաղաքներում։ Երկրի պարենը թող պահեն եգիպտացիների երկրի վրա տարածվելիք սովի 7 տարիների համար, որպեսզի երկիրը սովից չկոտորվի։ Հովսեփի խոսքերը հաճելի թվացին Փարավոնին եւ նրա բոլոր պաշտոնյաներին։ Փարավոնն ասաց իր բոլոր պաշտոնյաներին. «Միթե կգտնվենք այդպիսի մարդիկ, որ իր անձի մեջ կկրի Աստծո ոգին»։ Եվ Փարավոնն ասաց Հովսեփին. «Քանի որ Աստված քեզ հայտնեց այս ամենը,
ուրեմն քեզնից ավելի իմաստուն ու խելացի մարդ չկա։ Դու եղիր իմ տան վերակացուն եւ քո հրամանին թող ենթարկվի իմ ամբողջ ժողովուրդը։ Իմ գահով միայն ես քեզանից բարձր կլինեմ։ Փարավոնն ասաց Հովսեփին. ահա այսօր քեզ վերակացու եմ կարգում Եգիպտացիների երկրի վրա։ Եվ Փարավոնը մատից հանելով իր մատանին դրեց Հովսեփի մատին, դրան հագցրեց բեհեզիա պատմուճան, ոսկե մանյակ անցկացրեց նրա պարանոցին, եւ նրան նստեցրեց երկրի երկրորդ կարգը։ Մունետիկը Հովսեփի առաջից գնալով այդ մասին ազդարարեց, եւ նա վերակացու կարգվեց Եգիպտացիների երկրի վրա։ Փարավոնն ասաց Հովսեփին. ահա ես Փարավոն եմ, ամբողջ Եգիպտացիների երկրում ոչ ոք իրավունք չունի նույնիսկ իմ ոտքը կամ ձեռքը բարձրացնելու առանց քո հրամանի։ Եթե Փարավոնը Հովսեփի անունը դրեց Փսամփթոմբանե, իսկ Արեգ քաղաքի քուր Պետափրեսի դուստրը Ասանեթին նրան տվեց կնության, եւ Հովսեփը գնաց Փարավոնի մոտից։ Հովսեփը 30 տարեկան էր, երբ ներկացավ Եգիպտացիների Փարավոնի արքային։ Հովսեփը գնալով Փարավոնի մոտից շրջեց ողջ Եգիպտոսում։ Երկրի առատության 7 տարիների ընթացքում հարուստ բերք տվեց։ Հովսեփը հավաքեց Եգիպտացիների երկրի առատության 7 տարիների ողջ բերքը, ամեն մի քաղաքի շուրջ գտնվող դաշտերի բերքը ամբարակելով այդ քաղաքում։ Հովսեփը ծովի ավազի չափ շատ ծորեն հավաքեց եւ ամբարեց այնտեղ այնքան, որ հնարավոր չէր հաշվել, քանի որ անթիվ անհամար էր։ Երբ դեռ չէր եկել 7 տարվա սովը, Հովսեփն ունեցավ 2 որդի, որոնց ծնել Արեգ քաղաքում քուր Պետափրեսի դուստր Ասանեթը նրա համար։ Հովսեփի անդրանիկ որդու անունը դրեց Մանասե, որովհետև ասում է. Աստված ինձ մոռացել էր եւ իմ հորը մոռացել տվեց իմ եւ իմ հոր բոլոր վշտերը։ Երկրորդ որդու անունը դրեց Եփրեմ, որովհետև ասում էր. Աստված ինձ բազմացրեց իմ տառապանքների երկրում։ Անցան Եգիպտացիների երկրի առատության 7 տարիները, եւ վրա հասավ սովի 7 տարիները, ինչպես ասել էր Հովսեփը։ Սով եղավ ամբողջ երկրում, որտեղ ողջ Եգիպտոսի երկրում հաշ չէր գտնվում։ Սովի մատնվեց համայն Եգիպտացիների երկիրը եւ ամբողջ ժողովուրդը հացի համար աղաղակ բարձրացրեց Փարավոնի առաջ։ Փարավոնն ասաց բոլոր եգիպտացիներին. գնացեք Հովսեփի մոտ եւ ինչ որ ասի նա ձեզ, կատարեցեք։ Սով էր ամբողջ երկրում։ Հովսեփը բացեց ցորենի բոլոր շտեմարանները եւ ցորեն էր վաճառում բոլոր եգիպտացիներին։ Սովը սաստկացավ Եգիպտացիների երկրում եւ բոլոր երկրները գալիս էին Եգիպտոս Հովսեփից հաց խնդրելու, որովհետեւ սովը սաստկանում էր ամբողջ աշխարհում։ Հակոբը իմանալով, որ ցորենի վաճառք կա Եգիպտացիների երկրում, ասում էր որդիներին. Ինչու եք հապաղում։ Իմացել եմ, որ Եգիպտոսում ցորեն կա։ Գնացեք այնտեղ եւ մեզ համար մի քիչ պարեն գնեցեք, որովհետեւ որ ապրենք սովամահ չլինենք։ Հովսեփի 10 եղբայրները իջան Եգիպտոս ցորեն գնելու։ Հակոբը Հովսեփի եղբայր Բենյամինին չթողեց, որ գնա իր եղբայրների հետ, որովհետև ասում էր, թե գուցե նա էլ կհիվանդանա։ Իսրայելի որդիներն այլ ճանապարհորդների հետ եկան ցորեն գնելու, քանի որ քանանացիների երկրում սով էր։ Հովսեփի երկրի իշխան էր, ուստի ինքն էր ցորեն վաճառում երկրի ողջ ժողովրդին։ Հովսեփի եղբայրները գալով գլուխ խոնարհեցին միջև գետին։ Երբ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց օտար ձևացրեց իրեն, խստագույն խոսեց նրանց հետ եւ ասաց. Որտեղից եք գալիս։ Նրանք պատասխանեցին. Քանանացիների երկրից, եկել ենք պարեն գնելու։ Հովսեփը ճանաչեց իր եղբայրներին, բայց նրանք չճանաչեցին իրեն։ Հովսեփը հիշեց իր տարած երազները եւ ասաց նրանց. Դուք լրտեսներ եք եւ եկել եք երկիրը հետախուզելու։ Նրանք ասացին. Ոչ, Տեր, մենք քո ծառաներն ենք, եկել ենք ցորեն գնելու։ Մենք ամենքս մի մարդու զավակներ ենք, խաղաղասեր մարդիկ ենք, մենք քո ծառաներն ենք, լրտեսներ չենք։ Հովսեփն ասաց նրանց. Ոչ, դուք եկել եք երկիրը հետախուզելու։ Նրանք պատասխանեցին. Մենք քո ծառաներն ենք, 12 եղբայրներ ենք, քանանացիների երկրում մի մարդու որդիներ։ Այս պահին մեր կրտսեր եղբայրն իր հոր մոտ է, իսկ մյուսն այլևս չկա։ Հովսեփն ասաց նրանց. Ահա թե ինչպես փորձի պիտի ենթարկվեք։ Հենց դրա համար ասացի ձեզ, դուք լրտեսներ եք։ Երդվում եմ Փարավոնի արևով, որ այստեղից դուրս չեք գա, քանի ձեր կրտսեր եղբայրն այստեղ չի եկել։ Արդ ձեզնից մեկին ուղարկեցեք, որ այստեղ բերի ձեր եղբորը, իսկ դուք կմնաք արգելարանում, մինչև որ պարզվի, թե ճիշտ եք, թե ոչ։ Հակառակ դեպքում երդվում եմ Փարավոնի արևով, որ դուք լրտեսներ եք, եւ 3 օր նրանց բանտարկեց։ Իսկ այժմ եկեք կարդանք նոր կտակարանից։ Մենք կկարդանք չեզոքության մասին։
Այն հրավիրում է սատանայի գործին անցնելու։ Այսօր մղվող հոգևոր պատերազմում դու չես կարող չեզոք լինել, կամ նրա կողմից ես, կամ նրա դեմ ես։ Մատթեոս 13-ում առակները պարզաբանում են, թե Աստված ինչպես է գործում երկրի վրա։ Երկրային արքայության իրական եկեղեցի չէ, քանի որ այն պարունակում է ճիշտը եւ սուտը, փրկվածներին եւ կորածներին։ Երկրային արքայությունը ժողոված է բոլոր նրանցով, ովքեր որևէ տեսակի հավատարմությամբ դավանում են արքային։ Աստված մարդկանց սրտերում իր խոսքն է սերմանում եւ սպասում է պտուղներին։ Նա սերմանում է աշխարհում իր մարդկանց մեջ, որոնք նրանց բերք են տալիս։ Վերջում նա կբաժանի ճիշտը ստից եւ լավը վատից։ Քո դավանանքը Քրիստոսի նկատմամբ իսկական է, թե վերջում դու խարդախ կդառնաս։ Քո սիրտը ընդունում է խոսքը։ Սերմը կյանք ու կորով ունի, թե կարող է օրհնության պտուղներ բերել քո կյանք։ Դու լսում ես այն։ Կարող է Աստված քեզ սերմանել այնտեղ, որտեղ նա է ուզում։ Դու սերմ ես, ու նրա աստվածային կյանքն է պարունակում, բայց սերմը պետք է ցանել բերք ստանալու համար։ Դու ուրիշների փոխանցում ես այն, ինչ նա քեզ սովորեցնում է։ Ճշմարտությունը չպետք է պահել, այն պետք է տարածել, որպեսզի ուրիշներն էլ փրկվեն եւ վեր բարձրանան իրենց հավատքով։ Ստի եկեք կարդանք Մատթեոս 13:24-ից մինչև 46-ը։ Նա մեկ ուրիշ առաքել նրանց առաջ դրեց եւ ասաց. Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու, որ իր արտի մեջ բարի սերմ ցանեց։ Եվ երբ մարդիկ քնի մեջ էին, նրա թշնամիները եկավ ու ցանած ցորենի վրա որոմ ցանեց ու գնաց։ Եվ երբ ցորենը բուսավ ու պտուղ տվեց, ապա երևաց եւ այն որոմը։ Տանտիրոջ ծառաները մոտեցան եւ ասացին նրան. Տեր, չէ՞ որ քո արտի մեջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղից այս որոմը։ Եվ Տերն ասաց նրանց. Թշնամի մարդ է արել այդ։ Ծառաները նրան ասացին. Կամենում ես, որ գնանք ու քաղենք, հանենք այն։ Եվ Տերը նրանց ասաց. Ոչ, միգուցե որոմը քաղելիս ցորենն է նրա հետ արմատախիլ անեք։ Թողեք, որ երկուսն էլ միասին աճեն, մինչև որ հունձը։ Եվ հնձի ժամանակ ես հնձվորներին կասեմ, նախ այդ որոմը քաղեցեք ու դրանց խուրձեր կապեցեք այրելու համար, իսկ ցորենը հավաքեցեք իմ շտեմարանների մեջ։ Մանանեխի, հատիկի եւ թթխմորի առակը։ Նրանց առաջ նա մեկ ուրիշ առակ էլ դրեց եւ ասաց. Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ առնելով սերմանեց իր արտի մեջ։ Այն փոքր էր, քան բոլոր սերմերը, սակայն երբ աճում էր, բոլոր բանջարներից ավելի է մեծանում ու ծառ է լինում։ Այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ուրախ ճյուղերի վրա հանգստանում։ Նա մեկ ուրիշ առակ էլ պատմեց ու ասաց. Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին անելով դրեց 3 չափի ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց։ Այս բոլորը Հիսուսն առակներով պատմեց բազմությանը եւ ասաց, որպեսզի կատարվի Մարգարեի կողմից ասվածը. Իմ բերանը առակներով պիտի բանամ եւ աշխարհի սկզբից ի վեր ծածկված բաները պիտի հայտնեմ։ Այն ժամանակ Հիսուսի արձակելով ժողովրդին տուն եկավ։ Աշակերտները մոտեցան նրան եւ ասացին. Մեկներ մեզ համար արտի որոմների առակը։ Նա պատասխանեց եւ ասաց. Ան որ սերմանում է բարի սերմը մարդու որդին է, իսկ արտը այս աշխարհն է։ Բարի սերմը նրանք են, որ արքայության որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են։ Եվ թշնամին այն ցանեց սատանան է, իսկ հունձը այս աշխարհի վախճանն է, եւ հնձվորները հրեշտակներն են։ Ինչպես որոմը հավաքվում է կրակի մեջ այրվում, այնպես էլ կլինի այս աշխարհի վախճանին։ Մարդու որդին կուղարկի իր հրեշտակներին եւ նրանք կհավաքեն նրա արքայության բոլոր գայթակղությունները եւ նրանց, որոնք անօրինություն են գործել, եւ կգցեն նրանց բոցավառ հնոցի մեջ։ Այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտոց։ Այն ժամանակ արթանները երկնքի արքայության մեջ կծակեն ինչպես արեգակ, ով լսելու ականջ ունի, թող լսի։ Դարձյալ երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքցրած գանձի, որ մի մարդ գտնելով նորից թաքցնում է եւ ուրախությունից գնում վաճառում իր ամբողջ ունեցվածքը եւ գնում է այդ արտը։ Դարձյալ երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ է որոնում եւ գտնելով իր թանկարժեք մարգարիտը գնաց վաճառեց իր ամբողջ ունեցվածքը եւ այդ մարգարիտը գնեց։ Իսկ այժմ եկեք կարդանք Սաղմոսներից Սաղմոս 18:1-15 Երկինքը պատմում է Աստծո փառքը, եւ երկնքի հաստատությունը հայտնում է նրա ձեռքի գործերը։ Օր օրվան միտք է
հաղորդում եւ գիշերը գիշերվան գիտություն է ցույց տալիս։ Չկան բառեր, ոչ էլ խոսքեր, դրանց հնչյունները լսելի չեն։ Ողջ երկիրն է բռնել ձայնը նրանց եւ միջև աշխարհի ծայրն է հասնում խոսքերը նրանց։ Արևի մեջ նրանք վրան են խփել, իսկ ինքն ասես Փեսալինի, որ ելնում է իր առագաստիցը։ Ցնծում է նա, որպես հսկա, ընթանալով իր ճանապարհով։ Երկնքի ծայրերից է նրա ծագումը, իսկ դադարը միջև ծայրեր է նրա, որ չկա մեկը, որ թաքնվի նրա տապից։ Տիրոջ օրհնենքը անբիծ է եւ վերափոխում է հոգիները։ Տիրոջ վկայությունը ստույգ է եւ իմաստուն է դարձնում տհասներին։ Տիրոջ արդարությունը ուղիղ է եւ զվարճացնում է սրտերը։ Տիրոջ պատվիրանները լույս են ու լույս են տալիս աչքերին։ Տիրոջ երկյուղը սուրբ է եւ սուրբ է մնում հավիտյան։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ են եւ ինքնին արդար։ Ուրեմն ոսկուց ու շատ թանկագին քարից ցանկալի են դրանք, նույնպես եւ քաղցր մեղրից եւ խորիսխից ավելի, եւ քանի որ քո ծառան պահպանում է դրանք, պահպանելու վարձը մեծ կլինի։ Նրա հանցանքները ով կարող է մաքուր պահել։ Իմ գաղտնիքներից մաքրիր ինձ, Տեր։ Օտարներից պահպանիր քո ծառային եւ նրան ինձ չտիրեն։ Այժմ ես ամբից կլինեմ եւ կմաքրվեմ մեծ մեղքերից։ Թող քեզ հաճելի լինեն բերանիս խոսքերը եւ սրտիս խորհուրդները հարաժամ քո առջև լինեն։ Տեր, օգնական իմ, փրկիչ իմ։ Իսկ առակներից այսօր մենք կկարդանք 4:1-ից մինչև 6-ը։ Որդիներ, լսեցեք ձեր հոր խրատը եւ անսացեք ճանաչելու իմաստությունը։ Քանզի ձեզ բարի պարգևներ պիտի տամ, մի թողեք իմ պատվիրանները, որովհետև ես եւս հնազանդ որդի էի հորս համար եւ սիրելի եմ մորս աչքին։ Նրանք սովորեցնում էին ինձ եւ ասում. թող մեր խոսքը հաստատվի քո սրտում, պահիր մեր պատվիրանները եւ ապրիր, իմաստություն ձեռք բեր, խելք ձեռք բեր ու մի մոռացիր։ Մի արհամարիր իմ բերանի պատգամները եւ մի շեղվիր իմ շրթունքի խոսքերից։ Մի թող իմաստությունը եւ նա կպաշտպանի քեզ, սիրիր այն եւ այն կպահպանի քեզ։